Բարի համարյա երեկո, սիրելի բարեկամներ, ժամ արդեն 5-ի մոտ էր քնա, ամբողջ օրը տանից դուրս չեմ եկել ու ոչ մի բան չէի ուզում անեմ, հարևանի շուննա հաչում այն վրա, ինչ ես հաչում, իրան դուրս չեն թողնում, ին վրա է հաչում, ամբողջ օրը ոչ մի բանի հավես չունեի, իհարկե գործեր արեցի, այս ճաշը սարքեցի, ճաշերի ընթացքը չեմ հասցնում նկարեմ, բայց ինչ որ պատրաստացույց եմ տալիս, կարող է այդ ձևով ձեզ էլ հուշեմ, թե ինչ եփեք։ Այս բանջարեղենն աջեռոցը դրած, երեկ էինք դրել իրիկունը, շատ էր մի քիչ այսքան մնացել է, գազար, բրոկոլի, կարտոֆիլ, ինչ այլ, հայերեն ինչ էր անունը, վիթլոֆը չեմ հիշում, դրանից է վերջը ինչ բանջարեղեն ունեինք, դրել էինք ջեռոց, սխտոր, սև պղպեղ, աղ, համով էր, դդմիկ, կաբաչկա։ Այսօր բնականաբար նոր ճաշ եմ եփել։ Աշոտը չի սիրում բանջարեղեն, հատուկ իրա պատվին մսով ճաշ եմ եփել։ Չորացրած կանաչիներից լցրել եմ հայկական չորացրած ցիտրոն ու ռեհան ու թարմ մաղադանոս եմ լցրել ու մնացածն էլ դե մսով ճաշը սովորական բոլորս էլ երևի համարյա թե նույն ձևով ենք եփում։ Ինչ արեցի էլ վերջը իմ գործերը արեցի տան գործերը ու հավես չունեի նկարելու, ոչ մի բան անելու հավես չունեի։ Ես ընդհանրապես ցերեկները չեմ պարկում։ Այսօր պարկեցի, Աշոտը տանը չէր, իր տեղը ես զբաղացրի, աչքերս փակվում էին, բայց ոչ թե քունս էր տանում, ինձ համար ճնշումս էր ընկած։ Պարկեցի, մի քիչ աչքերս փակում եմ, համբերությունս չի տամ, ես այդպես եմ ցերեկները, ես չեմ կարողանում քնեմ։ Համբերությունս չի տամ, որ մի քիչ աչքերս փակեմ, որ կարողա քնեմ։ Չէ, չկարողացա, ասի այ մարդ երկաս նստի դու քնող պտուղը չես։ Այդպես մտածեցի ինչ անեմ, մի քիչ խաչբար գրեցի, հիմա որոշեցի ժամին դուրս կամ, պետք է գնայի կամ մի րոպե նայենք մեքենաբան չկա, չէ։ Դուրս եմ եկել, մեկ ասեցի գնամ այգի, հետո ոտքերս ավտոմատ այգի գնալու համար պետք է դեպի աջ գնայի տնից, ոտքերս ավտոմատ ինձ ձախ տարան, ձախ գնում եմ ակցիոն։ Գնամ մի քիչ նայեմ ինչ կա չկա, այն նոր տարվա բաժինը կնայեմ, այդ ինքան ինձ դուր է գալիս այդ նոր տարվա զարդարանքներ, բաները, բայց մեկը այս տարի ուզում մի քիչ տոնածառ ուշ դնեմ։ Ինչևէ, մի անգամ ինձ մեկնաբանություն էի գրել ակցիոն չգնամ, ռուս-չինական խանութ է, ամբողջ աշխարհի չինական ապրանքն է գրավել, ես կասկածում եմ, որ ռուս-չինական է, բայց որ չինական է, հաստատ, բայց ռուս կասկածում եմ, այդպես որ նայենք սիրելիներս, մի հատ նայենք մեր երկրում, Հայաստանում, որտեղի ապրանքներն ենք օգտագործում ու այդպիսով ուրեմն սպասի անցնում եմ, նայեք, ոչ էլ ուշադիր է, որ մարդը անցնում։ Ինչևէ ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, որ անգամ մեր երկրում ապրանքների երևի 80-90%-ը գիտեք որտեղից է գալիս, ինձանից լավ գիտեք։ Ինչ որ է, հիմա մեկ մտածում էի այն խոշոր աղ ու պղպեղ մանրելու բաներից էի ուզում էի ասել, ունեմ աղինը, բայց ուզում էի նաև մի հատ որ պղպեղի համար, մի հատ էլ համեմի սերմերը աղալու համար, չնայած կարամ ընդհանուր աղամ, բայց այդպես չեմ ուզում, որ աղամ լցնեմ, օրինակ կտավատը, դե աղացած պետք է օգտագործենք, որ յուրացի օրգանիզմի կողմից, աղացելի ահագին, երբ մի 50 գրամ մի անգամից էի աղացել, կամ 100 գրամ, չգիտեմ, ահագին բանկայի մեջ աղացել լցրել էի, հետո որոշ ժամանակ հետո երևի մի ամիս հետո կամ չէ ավելի շատ 2 ամիս հետո որ բացում էի օգտագործի ոնց որ ձևի ծանր հոտ կար այդ թափեցի դրա համար ավելի լավ այդպիսի բաները քիչ աղալ թարմ աղալ օգտագործել ահագին սառն է եղանակը բայց թարմաոթը ճիշտ արեցի որ դուրս եկա մի քիչ բայց ջուրս վերցրել եմ
Հա, վերցրել եմ, բայց մեջը քիչ ջուր կա, պետք է լցնեի, մոռացա։ Լավ, երբ կհերիք ինչ տուն գնամ։ Այդպես սիրելիներս, հիմա գնամ ակցիոն մի քիչ նայեմ, մտածում կարող է ինչ-որ բան լինի, որից դուր գա, էլի, չգիտեմ։ Ես զգացել եմ, որ երբ որ տրամադրություն չեմ ունենում, սիրում եմ խանութ գնամ, բայց հագուստի չէ, տնտեսական խանութ եմ սիրում գնամ։ Ոնց էլ չլինի մի պիտանի բան կգտնեմ էլի կառնեմ։ Հիմա կասեք ինչի տրամադրություն չուներ։ Ես 4 օր ազատ էի, բայց ես ոնց որ լիարժեք չհանգստացա։ Գնացինք ամեն օր մի տեղ, մի գործով, երեք տեսակ նախորդ վլոգի մեջ գնացինք լավ ման եկանք Աշոտի հետ, բայց ես քանի որ այդպես ավելի շատ հանգիստ մարդ եմ, պասիվ հանգստի կողմնակից եմ, այսինքն ավելի կհանգստանամ, եթե տանը մնամ, հանգիստ իմ գործերով զբաղվեմ, քան թե եթե ինչ-որ տեղ գնանք։ Ճիշտ է, երեք շատ լավ ժամանակ անցկացրինք, բայց ես չհանգստացա։ Այ երևի դա էր։ Հիմա գնամ գամ, այսօր դե առաջին անգամ եմ ասեցի դուրս գալիս, ահագին հանգստացա, գնամ խանութ գամ, մազերս դեռ պետք է ներկեմ, ներկունեմ, 3 հատ առել էի, անցյալ անգամ 3 ամսվա համար ունեմ, ամիսը մի անգամ եմ ներկում։ Բանալներ էին խրձով դրած պատուհանի գոգին, երևի մեկը կորցրել էր, մեկ ուրիշն էլ գտել դրել էր պատուհանի գոգին, որ տերը ետ կա վերցնի, երեկ էլ ավտոբուսի մեջ մի հոգի իջավ ու հենց այդ ավտոբուսը շարժվեց, հենց այդ պահին մի կին արագ թափով էսպես մոտեցավ այդ նստարանին, իջնողը դրամապանակը թողել էր, ընկել էր երևի գրպանից աթոռի վրա, վերցրեց տարավ տվեց վարորդին, հետո տեղ կա հատուկ այդ ավտոբուսների գնացների համար, որ կորած իրերի համար հավաքում են տանում են այնտեղ կորած իրերի համար կարան զանգեն, գնան վերցնեն։ Եթե իհարկե այդպես բարեխիղճ մարդիկ գտնում ու տալիս են վարորդին։ Իսկ եթե ուրիշ մարդ գտնի, ասեմ, իր գրպանը դնի, բնականաբար դե արդեն տերը չի գտնի իր դրամապանակը։ Այդպիսի բարեխիղճ մարդիկ էլ շատ կան։ Այդպես իրելնես, ես էլ մի անգամ բանկի քարտ եմ գտել ու տիրոջը գտել տվել եմ քարտը։ Ինքն էլ լավության համար բան ուներ, գեղեցկության սրահ ուներ, 20 եվրոյի քարտ նվիրեց, որ գնամ իրանց գեղեցկության սրահ, եղումներ էր սարքում, թե ինչ էր անում, ասեցի չեմ ուզում, բան էր անում, ամուսինն էր բերել, ջայլ տղա էր, ասում վայ չէ վերցրեք էլի, ասում կինս ա տվել, որ ձեզ փոխանցե, ասի հանգիստ եղեք, ես սիրով գտել եմ, սիրով ձեզ գտել ետ եմ վերադարձնում, ես չեմ ուզում ձեր քարտը տվեց, վերցրի այդպես էլ մնաց տարակում ու մնաց, ես չգնացի, բայց նույն ձևով Աշոտը կորցրեց իր դրամապանակը, ինչ-որ մեկը, ով որ վերցրել էր Աշոտի քարտից, գնացել առևտուր էր արել, 35-40 եվրոյի կարգի այդպես, իհարկե, երբ որ Աշոտը արդեն իմացավ ասեցինց, ես մի անգամից բան արի, ստոպ արեցի քարտը, բլոկ արեցի քարտը ու մնացած փաստաթղթերը, բայց այդպիսի մարդիկ էլ կան։ Ինչևէ սիրելիներս, հասա ակցիոն անջատեմ մտնեմ խանութ։ Այս են մեր խանութի տնակներից են լույսերով։ Խաղալիքներ կան, սրանք շաբաթական ակցիան է, այսինքն ոնց որ զեղչեր են, ինչ են, չգիտեմ։ Այսինքն շատ բաներ էլ չեմ ուզում թիթիզ, ոչ թե թիթիզ, այլ շատ մանր բաներ էլ չեմ ուզում առնեմ, սրագույնը մի քիչ ուրիշ է։ Վերևում էլ այսպես բաներ կան։ Մոմեր։ Այս գործելու բանի բաժինը ինչ շատ է գրավում, որ չէի նկարում այն ժամանակ հելունով փորձում էի գործեի։ Սա շատ հոբիի համար սիրուն բաներ կան։
Այստեղ ուլունքները, որ առանձնացվի, լցվի, հետո ինչ-որ բան սարքվի այս ուլունքները։ Ես այս բոքսերի սիրահար եմ, բայց որտեղ կարելի է դնել։ Նախ տեղը պետք է որոշել, հետո նոր առնել։ Սիրում եմ, այս բոքսերը շատ եմ սիրում, տարբեր տեսակի։ Մեր պատինն էլ էինք այստեղից առել, մեր ավելի սիրուն է։ Ես էլ բզնոց բանը կախելու համար, բայց փակ ամանի մեջ ավելի լավ է դնելը, քան թե այսպես բաց։ Օրինակ, այսպես վահա կոտրեցի մեջ շոր բան, օրինակ այսպես։ Razı bir diğer niye Rozan? Balam avucum. Adi avucundan anlıyorum ki. Sonra gitti. Էսիլա սիրուն չէ։ Այս անգամ կարելի է դնել են կոշիկների ամանի վրա ու բանալները դնել մեջը։ Կամ բանալները կախել երևի։ Բանալների կախիչներ են, բայց այնտեղ բանալների համար ուրիշ կա կարծեմ, այս ուղղակի կախիչներ են։ Մի րոպե տեսնենք սրանք դռների համար։ Սրանք ինչ են, փոքր հայելիներ, սիրուն է չէ, այս փայտինը 3 դարակով։ Այս էլ է սիրուն կերամիկ մեջը բան դնելու համար, այս ձեռքով տանելու բան չի։ Շատ կենտրոնացա, ոնց որ ես սրանց վրա անցնեմ առաջ։ Այս բռնելու բանը սիրուն չի։ Սեղանի ծածկոցներ, սրանք ասել եմ չէ, եթե մի քիչ անգամ վնասված են, թափեք, մի օգտագործեք։ Ես այդպես էլ արել եմ, մի երկու հատ ունեմ, որ լրիվ նոր են, բայց հիմնական փայտիցն եմ օգտագործում։ Սրանք ինչ լավն են, փոքր, ջեռոց դնելու համար շատ փոքր են, տարբեր գույների, որ պատկերացնեք, իմ ձեռքից փոքրը։ Բայց մեկը ինչքան սիրուն է։ Հասես լավ բաժին է, օրինակ այս ձևը շատ սիրուն է, բայց ինչ կլներ, որ սպիտակ լիներ, սպիտակ ավելի սիրուն կլներ էլ իմ կարծիքով, ձևը շատ սիրուն է, շատ դուրս եկավ, բայց այս գույնը չեմ ուզում։
Ես ափսեները արդեն ինչքան մտնում եմ, սրանք տեսնում եմ։ Դրանք չի, ասենք լես կողմ։ Սևամանները չեմ սիրում, ճիշտն ասած։ Սպիտակն եմ սիրում։ Տորթի համար։ Ես տորթ էլ չենք թխում, որ չուտենք չաղանանք։ Չի սիրում չի։ Սրանք էլ մետաղից բաժակներ։ Այս ինչ է։ Հա, էլեկտրական շիշ բացելու գինի, խցանը հանելու։ Առանձին դանակներ չկան, միջին չափի։ Սրանք ինչ են տեսնեմ հլա, մեծ դանակներ են։ Ինձ պետք է փոքր դանակներ։ Ահա, այս ինչ է։ Այս ինչ է ժողովուրդ ջան, այս ոնց որ լավն է, հա երևում։ Հա, չափերն էլ է լավը։ Հա, սրանք էլ Պեչենի բան լցնելու համար երկու հարկանի ամաններ են։ Այս մեկն էլ էլի քաղցրավենիք լցնելու համար 3 հարկանի։ Այսը։ Սրանք էլ ապակուց էլի բաներ են, այսպիսի ամաններ են։ Մտածում եմ, թե ինձ պետքա, թե չէ։ Ասա մտածի նոր գնա խանութիկ ինջան։ Սրանք էլ փոքր թեյ բաժակներ են, շատ փոքր են, մի երկու կում։ Այս ինչ ծանր տախտակ է։ Այս թվում է մեր բաղնիքին այս տիպի մի բան պետք է։ Դեկորացիաներ։ Այս էլ են լույսով տնակներից են։ Բայց սիրուն չեն, չէ։ Ոչ թե մի քիչ այլ սիրուն չեն։ Ոսկե գույնն էլ կա, կարմիրն ու ոսկե գույնը իրար հետ սիրուն կլինի, թե արծաթագույնը։ Ոսկե գույնը ավելի տաք երանգ է։ Մեծ ամաններով է 18 եվրո արժեն 100 հատա մեջը։ Կարմիրը ոսկե գույնը։ Իմ խաղալիքները շատ սիրուն են։ Այստեղ կարմիր ու կանաչ։ Այս էլ է լույսով կերամիկ, սիրուն է։ Կարող է վերցնեմ մի հատ, ինչ կարծիքի եք։ Շատ էլ չեմ ուզում սիզի-բիզի բաներ հավաքեմ։ Որն ավելի սիրուն չգիտեմ, նայքելը։ Այս ինձ ավելի դուր է գալիս սրա գագաթը, այս սրա։ Այս նախշերը սրանն է սիրուն։
Եղնիկներ եմ ուզում տեսնել։ Կենթանի եղնիկներ չէ, էլի դեկորացիա տեսնեմ հլկա։ Ja. Հանգարում եք։ Սրանք էլ են սիրուն դեկորացիաներ։ Այստեղ եղնիկ կա։ Հրստանգար։ Գերստանգար, բայց որտեղ պետք է կախեմ։ Տարբեր տեսակի բաներ կան, բայց այնպես չի, որ շատ դուրս գալիս է, էլի։ Այ քեզ մեր պապիկ, չեմպիոնա։ Սրանք էլ փոստ են։ Ջրի շշերը նոր տարվա մոտիվներով։ Չբացվում։ Ես մի քիչ մուկ գույն որ լիներ, հարմար կլիներ բանին, ես սիրուն չի, ես նեյլոնից է ու սիրուն չի, ես էլ մոխրագույն։ Հավ 48-ի վրա։ Այս էլ բույսերի վրա փչելու համար է, հա, պլանտ սպրեյ։ Նվերի համար ոնց է բացվում, մի ձեռքով չեմ կարող բացեմ, բայց կարճ ասած բացվում է, հեսա, այս գույներն էլ կան, ժամը 6-ից 20-ը պակաս ոնց որ գիշեր լինի, լավ ման եկա ակցիոնում մի ժամ երև նայեցի, մի քանի բան վերցրի, մտածեցի կարող է այս հելոյինը անցել է, աշնան վերաբերող ինչ-որ դեկորացիաներ լինեն, բայց բան չկար, ունակ են վախենալու դիմակներից էին, մեր խանութում կնայեմ, ուզում եմ աշնան դեկորացիաներ ավելի շատ, բայց նոր տարվա համար մի երկու բան վերցրի ցույց կտամ։ Խաղալիքները մեկ մտածում եմ փոխեմ, բայց իմ ունեցածը շատ սիրուն են, ուղղակի որ ուրիշ եմ տեսնում, այն էլա դուրս գալիս, բայց այդքան պետք չի։ Այստեղ ոտի տակ չլներ, այս մեծ շատ խոշոր տերևներ են, սրանցից կտանեի տուն մի քանի հատ, բայց ոտքի տակը շատ են տրորել։